հանդիսանում ենք ինքնաբուխ նախաձեռնող խումբ ավտոներկրողների, ովքեր բոլորս միասին բախվել ենք մի անարդարության, որի դեմ ցանկանում ենք պայքարել եւ հասնել արդարացի լուծման։ Ինչպես գիտեք, 2025 թվականի համար հերթական տարին ավտոներկրման էլեկտրոմոբիլների ներկրման համար ԵԱՏՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվել էր 8000 մեքենայի անմաքս ներկրման քվոտա, որի համար նոյեմբեր ամսվա սկզբին եղավ պաշտոնական հայտարարություն Պետեկամուտների կոմիտեի կողմից, որ 8000 քվոտան բաշխվելու է բոլորին, չի վերաբերելու 2023 թվականից վաղ արտադրված մեքենաներին եւ նույնիսկ հորդորեցին այն քաղաքացիներին, ովքեր մաքսատներում ունեին կայանած մեքենաներ եւ սպասում էին հունվարի 1-ի դրությամբ նոր քվոտայից օգտվելուն, հորդորեցին մաքսազերծել եւ չվճարել ավելորդ կայանատեղի վճարներ։ Կներես Արտո, ես քարտում եմ, բայց երեկոյան ես խոսում եմ ՊԵԿ-ի ներկայացուցիչների հետ, ինքը ասում էր, որ քվոտա բաժանելու հետ մենք կապ չունենք։ Քվոտաները բաժանում է էկոնոմիկայի նախարարությունը, տես չի։ Դե ուզում ճիշտ է, դուք ՊԵԿ ասացիք, դրա համար եմ ճշտում։ Այո, բայց տվյալ պահին, քանի որ կարգավորումները էկոնոմիկայի նախարարությունից ոչ մի սիգնալներ եւ մեսեջներ չկային, բոլորը սպասում էինք ՊԵԿ-ի որոշումներին, տվյալ որոշմամբ առաջնորդվեցին գրեթե բոլոր ավտոներկրողները, պլանավորելով իրենց գարիք տարին ներկրումները Եվ ինչպես ցույց է տվել 24 թվականի փաստացի տվյալները, 24 թվականին Հայաստան ներկրվել է 9000-ից մի քիչ ավել էլեկտրոմոբիլ, որից 4000 մի քիչ ավելիով դա 22 եւ ավելի տարվա վաղեմության մեքենաներ են եղել։ Ուստի այս հայտարարությունը բոլոր ներկրողներին ոգեշնչեց, անկախ նրանից պաշտոնական եւ ոչ պաշտոնական ներկրողներ, միջոցներ ձեռք բերել ձեռքբերման պլաններ մշակել, օգտվելով այս հնարավորությունից փորձել տարվա համար ունենալ պաշար, ունենալ շրջանառու միջոցներ եւ այլն։ Սակայն նոյեմբերի 28-ին կառավարության որոշմամբ հաստատվեց մեկ այլ բան, որ քվոտան վերաբերելու է անկախ տարեթվից, չնայած հայտարարվեց, որ միգուցե եւ սխալ որոշում է, բայց այդպես է, իսկ Բացի դրանից քվոտան բաշխվում է 5000 եւ 3000 երկու մասերի, 5000-ը բոլորի համար, այդ թվում քաղաքացիների եւ ներկրողների, 3000-ը միայն պաշտոնական դիլերների համար։ Առաջի պահից բոլորիս մոտ զարմանքուց հասում է առաջացրել, բոլոր մասնավոր զրույցներում 24 թվականի ստատիստիկան ունենք մեր ձեռքերում, ինչպես որ վերլուծում ենք 24 թվականին Պաշտոնական ներկրողները չեն ներկրել նույնիսկ 800 մեքենա միասին վերցրած։ 3000 թիվը բոլորի համոզմունքով, բոլորի կարծիքով պայմանական ինչ-որ անվտանգության բարձիկ էր պահած, հետագայում հարցը ավելի ըստ փաստի լուծելու ու բոլորս այդ սպասումով աշխատել ենք։ Փոխել ենք մեր լոգիստիկ պլանները, ավելի կարճ ճանապարհներով մեքենաներ բերելու ունենալով այդ մտավախությունը։ Դրանից առաջ արդեն ինչ արել էինք, դրանից հետո տարածված որոշումը ռիսկի տակ դրեց մեր դրանից առաջ կազմակերպած քայլերը։ Քվոտան եկավ եւ ինչպես կյանքը ցույց տվեց, 2 ամսում լրացավ, 5000 մեքենան լրացավ, 1000 մեքենան արդեն եկել է, թե ճանապարհին է։ Եկել է։ Ընդ որում քվոտան ֆիքսվում է, գործընկերս դրա մասին կխոսի, քվոտան ֆիքսվում է մեքենան Հայաստանում մաքսազերծելու պահով, ոչ թե ձեռքբերման հիմքով։ Դրա հետ կապված լուրջ առարկություններ եւ առաջարկներ ունենք, դրան նույնպես կանդրադառնանք։ 5000 հատը լրացավ, երբ պաշտոնական դիլերների մոտ լրացել էր ընդամենը 500 հատը։ Կյանքը ապացուցեց, որ այդ որոշումը, այդ բաշխումը սխալ էր ու բոլոր օղակներով, ներքին օղակներով, նույնիսկ մասսայական մաքսատներում քվոտան լրանալուց հետո բոլորը ասում էին, որ վերանայվելու է, հանգիստ եղեք ու մենք դրա համար ենք այսօր արդեն տագնապի մեջ, առաջի օրից քայլեր չենք ձեռնարկել,
բոլոր ուղղություններով մեզ երաշխավորում էին, որ հարցը վերանայվելու է, կար տարբեր նախագծեր, նույնիսկ նախագծերի տարբերակներն են մեզ հասու եղել, ինչ տարբերակով կլինի, ինչ որ X ժամկետից հետո պատվիրված մեքենաներին կվերաբերի, թե տվյալ պահին կամ ինչ որ մինչև ֆիքս ամսաթիվ ներկրումները կլինեն քվոտայի մեջ, կօգտվեն վերաբաշխումից, արդյունքում անցան շաբաթներ, մենք մեքենաները, բոլոր խոշոր ներկրողները մեքենաները պահել են մաքսատներում, օրական յուրաքանչյուր մեքենայի համար վճարում ենք 5000 դրամ կայանատեղի փող, որը նորից կանդրադառնանք այդ խնդրին եւս, արդյունքում շաբաթներն անցան ու ներքին այդ նույն օղակներով ոչ մեկ հարկ չհամարեց պաշտոնական հայտարարություն անել եւ հորդորել իրենց երկրի տնտեսվարողներին չվճարել կայանատեղի, ավելորդ վճարնել չի լինելու եւ այլն, ու փաստի առաջ են կանգնացնում, մենք չենք հանձնվելու, պայքարելու ենք մեր արդար պահանջի համար, խնդրեմ գործընկերներ։ Ես մի հատ հարց տամ, ճիշտ եմ, 5000-ից ավել մեքենաներն է կաղնած, չէ՞, հիմա այդ 5000 դրամները ուզում եք։ Քանի մեքենա կա տենց կաղնած։ Ու երևի էլի գալիս են, չէ՞, նես։ Ինչքան մոտավորապես պատկերացնում։ Մեր հաշվարկներով մինչև երևի մի քանի 500 պլյուս։ Այդքան կա։ Այո։ Բայց գիտեք ինչ, եթե այդ 3000-ից այն որ տվել էին, ասենք թե օֆիցիալ դիլերներին, հա 1500-ը փոխանցեն ձեզ, էլի հարցելություն չի լինելու, որովհետև ասենք թե պարզվի ապրիլի 16-ին կամ մայիսի 1-ին էդ էլ է սպառվել, չէ՞։ Էդ Տվյալ հարցը ինչքանով կլինի որոշակի արդարության վերականգնում, որ մենք ունենք նույնիսկ քաղաքացիներ, ովքեր ներկա են, ովքեր ավելի վաղ պատվիրել են մեքենաները, ինչ տրանսպորտային խնդիրների պատճառով մեքենաները հասել են ավելի ուշ, Չինաստանից ներկրումը այդքան հեշտ ու արագ գործընթաց չէ։ Ծովային ճանապարհներում են առաջանում խնդիրներ, միջանկյալ նավահանգիստներում են առաջանում խնդիրներ, եղանակային պայմաններով առաջացան խնդիրներ։ Այս պահին այդ որոշ խմբականակի ավելացումը կբերի գոնե այն արդարության վերականգնմանը, որ մարդիկ, ովքեր նախապես պատվիրել էին ու ունեն խնդիր, գոնե այդ մարդկանց հարցը դրանով առնվազն լուծում կստանա, որովհետև մինչև այդ մարդիկ երբ պատվիրել են, չի եղել 5000-ի, 3000-ի բաժանում, եղել է հայտարարություն հին մեքենաներին չի վերաբերելու ու դա, այսինքն եթե հաշվենք անցյալ տարի 9000 մեքենայից ընդամենը 5000-ն է եղել նոր մեքենա, այս տարի 8000-ը բավականաչափ քանակ էր, որ մարդիկ թեկուզ ժամանակի առումով չշտապեին հանգիստ ու ավելի որակյալ միջոցներով լոգիստիկան կազմակերպեին, ծառայությունները անշտապ ու որակյալ կազմակերպեին ներկրումը։ Նախ եւս մեկ անգամ շնորհակալություն ելի մեզ հյուրընկալելու համար։ Մեր թիմը ընդհանուր փորձել է տարբերակներ գտնել, ինչ կարար լիներ, որ այս ամեն ինչին չհասնեին ու ապագայում սպասվող խնդիրների համար ինչ քայլեր կարող ենք մենք ձեռնարկել, որպեսզի հետագայում չունենանք նմանատիպ հարցեր։ Դա ամենաառաջինը հենց քվոտայի բաշխումն է, եթե պայմանականորեն ունենք 5000 եւ 3000 բաշխում, մենք պետք է ունենանք նաև լծակներ, որպեսզի մեր քաղաքացին մեքենա պատվիրելուց հասկանա, որ եթե ներկապային կա 5000 մեքենայի կվոտա ու գալիս է ինքը պատվիրում է մեքենա, փաստացի պետք է այդ 5000 կվոտայից ինքը ունենա իրան, այսինքն 5000-ից մինուս լինի 1 ու քաղաքացին իմանա, որ եթե 1 ամսից կամ 2 ամսից կամ 3 ամսից եթե իր մեքենան պետք է հասնի Հայաստան, ինքը պարտադիր պետք է օգտվի այդ կվոտայից, որը մենք ներկապահին չունենք։ Այսինքն ներկապահին գործում է այն սկզբունքը, ով արագ կարողանում է մեքենան ներմուծել, ինքը օգտվում է կվոտայից, որը որ ես կարծում եմ ճիշտ չի, որովհետև շատ խոշոր ընկերություններ, խոշոր կազմակերպություններ, ինչի՞ չէ նաև անհատներ փորձել են օգտվել կվոտայից ու մի քանի անգամ մեքենաներ են ներմուծել Հայաստան, փաստացի սովորական հասարակ հանրապետության քաղաքացին, ովքեր մի քանի տարի աշխատել է ու իրան թույլ է տվել մեքենա ձեռք բերի, ինքը պետք է վճարի միջինը 3-ից 5000 դոլար մաքսատուր, իսկ այն գիգանտ ընկերությունները, ովքեր բերել են 80 կամ 90 մեքենաներ, որոնք համարում են, չգիտեմ, խոշոր հարկատու, իրանք ընդհանրապես զուտ մուծել են 2% բնապահպանական հարկ ու ոչինչ։ Դա մենք կարծում ենք, որ կրկին անարդարություն է,
Անարդարության երկրորդ կետը, ինչի անցած տարվանից սկսած մաքսային տարածքում պահպանությունը 1300 դրամից բարձրացավ 5000 դրամ։ Դա բոլորիս համար սենց անհասկանալի էր, որովհետև կոնկրետ մաքսատանը ինչ-որ պայմաններ, հատուկ պայմաններ չի ստեղծվել, քանի որ մենք գիտենք, որ էլեկտրոմոբիլները մի քանի ամիս անշարժ առանց զարյատկայի դնելու մեքենաները սկսում են փչանալ կամ կանգնել կամ լիցքաթափվել, բայց այդ պայմանները ընդհանրապես չի բարեփոխվել, էլի, այսինքն դիցուք մաքսատանը չի ավելացվել 30 նոր կայան, չի ավելացվել կոնկրետ մարդիկ, ովքեր գնալու են բոլոր մեքենաները դնեն տենց զարյատկի ու մեքենաները պահպանվելու են փակ տարածքում, տաք տարածքում։ Այսինքն անհիմն այդ գումարը բարձրացվել է զուտ դրա համար, որ անցած տարի եթե մարդիկ հույս ունեն, որ հոկտեմբեր կամ նոյեմբեր ամսին ներմուծված մեքենան կկանգնի դե 2 կամ 3 ամիս ու հետո նոր կվոտայից կօգտվեն, փաստացի այդ պահպանման գումարը մինչև այսօրս բարձր է ու դրա հիմքերը մենք կրկին չենք հասկանում։ Բացի դրանից, այս պայն մեր մոտ մեր երկրում կա սենց մի հատ հարց, որը վերաբերում է մեքենաների ձիաուժների հաշվարկման համար։ Մի շարք էլեկտրոմոբիլներ ներմուծվում են Հայաստանի Հանրապետություն ու ներկա պահին բոլոր ներմուծվող մեքենաները մոտ 200 ձիաուժից ավել մեքենաներ են, էլի, որը ստանդարտ բենզինային մեքենաները, եթե մենք դիտարկում ենք, 130-150 սենց քիչ ծախսող մեքենաներն են, էլի, բայց այս պայն մենք ունենք մեքենաներ, որոնց ձիաուժը գերազանցում է 500-ը, 600-ը, 700-ը ու մենք չունենք հստակ կարգավորում, թե ինչպես է հաշվարկում այդ ձիաուժները։ Ու մի շարք քաղաքացիներ կրկին իրենց հորդորն են ներկայացնում, որ դրանց համար կոնկրետ կարգավորումներ ունենանք, քանի որ մեր երկրում տարբեր կազմակերպություններից ձեռք բերված նույն մեքենաները հաշվարկվում է տարբեր ձևով։ Դիցուք Հայաստանի Հանրապետության քաղաքացին կոնկրետ մոդելի համար մուծում է 1 միլիոն դրամից ավել գույքահարկ, իսկ նույն մեքենան վարող, նույն կոմպլեկտացիով, նույն ձիաուժով մեքենան վարող մարդը կարողանում է ձեռք բերել մեքենան եւ մուծել դրանից 3 անգամ քիչ գումար։ Դա նույնպես մեր համար խնդրահարույց է, որովհետեւ կոնկրետ էլեկտրական մեքենա գնելուց բարդույթներ ունեցող մարդու համար շատ լուրջ բան է, որ տարեկան ինքը պետք է մուծի 1 միլիոն դրամ գույքահարկ, դա նույնպես հետ է պահում, որպեսզի մեր հասարակությանը մենք տանենք էլեկտրական շարժունակությանը։ Շնորհակալություն։